Բարև ձեզ, ես Սաթին եմ։ Բարև, ես Ժասմինն եմ։ Մենք որոշել ենք զրուցել Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հիմնարար թեմաների շուրջ։ Այսօր խոսելու ենք մշակութային քաղաքականության մասին եւ Ժասմինը որպես ռեժիսոր, շուտով նաեւ գրականագետ մեզ կօգնի թեման ավելի հիմնարար ու խորը հասկանալ, բայց դա կանի շատ հուսով եմ մեզ բոլորիս հասկանալի լեզվով, որպեսզի հաղորդման վերջում մի քիչ ավելի հստակ պատկերացնենք ինչ ասել է մշակութային քաղաքականություն եւ ինչ խնդիրներ ունենք արտի Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտի հետ կապված։ Փորձենք։ Շնորհակալություն Ժասմին։ Շնորհակալություն քեզ։ Ես շատ եմ սիրում խոսել մշակույթի մասին, գուցե նրանից է, որ մասնագիտությունս չոր է ու տենց ավելի տեխնիկական, բայց այսօր իրոք ուզում եմ հենց ունկնդրել քո ասելիքը, որովհետև մի բան է սիրել մշակույթը, մի այլ բան է խոսել մշակութային քաղաքականության մասին, պետություն, մշակույթ փոխհարաբերությունների մասին։ Վերջերս Հայաստանում շատ արտիական էր մի թեմա, կառավարությունը հրապարակել էր, հիմա պիտի ուշադիր լինեմ, որ ճիշտ ասեմ այդ անվանումը, իրական Հայաստանի գեղագիտության տեղավորման եւ աջակցման մասին որոշման նախագիծ։ Ինձ թվում է բոլորը գիտեն ինչի մասն եմ խոսում, նույնիսկ եթե այդպես էլ չկարողացա անգիր սովորել այդ որոշման անունը, համացանցում բազմաթիվ քննարկումներ եղան այդ թեմայով, շատ քննադատական արվեստագետների, մշակութաբանների, մշակույթի մարդկանց կողմից, բայց նաև կարելի ասել քաղաքասարության ակտիվ շրջանակներում, որովհետև թեման միևնույն է բոլորիս է վերաբերվում, նույնիսկ քննադատական վերլուծությունները հասան նրան, որ այս նախագիծը համեմատում էին ստալինյան սոցռեալիզմի հետ, բայց մինչև կգանք մեր գառներին, մեր տեղական խնդիրներին, խնդրում եմ քեզ Ժասմին, որպես մասնագետ մեզ բացատրես ինչ ասել է մշակութային քաղաքականություն, կարծես թե իրար հետ պիտի որ կապ չունենային այս երկու բառը, մշակույթ եւ քաղաքականություն, ինչպիսի փոխհարաբերությունների մոդելներ կան պետության եւ մշակույթի, արդյոք դրանք տարբերվում են արևմուտքում, արևելքում, գուցե նաեւ ժամանակի ընթացքում արդյոք փոխվել են այդ փոխհարաբերությունները, եթե հաշվի առնենք, որ այս ժամանակակից ազգային պետությունները միշտ չեն, որ եղել են, ինչ է փոխվել պետություն մշակույթ փոխհարաբերություններում այդ կտրվածքով, հետո նոր կվերադառնանք արտի խնդիրներին, որոնք հետաքրքիր են մեզ բոլորիս Հայաստանի քաղաքացիներից նկատի ունեմ։ Չէ, իրականում մշակույթն ու քաղաքականությունը իրարից այդքան հեռու չեն, ինչքան թվում է, որովհետև մշակույթը սոցիալական երևույթ է։ Այս քաղաքականության զբաղմունքը հիմնականում սոցիալական երևույթներն են, քաղաքականությունը ինչ-որ բարձրագույն ֆիզիկայով չի զբաղվում, ինքը զբաղվում է սոցիումով։ Մշակույթը լինելով սոցիումի շատ մեծ մասը միշտ եղել է քաղաքականության առարկա։ Քաղաքականությունը միշտ զբաղվել է մշակույթով, մշակույթը շատ հաճախ զբաղվել է քաղաքականությամբ։ Ուրիշ բան, որ կարգավորման մեխանիզմները տարբեր ժամանակներում տարբեր են եղել ու ինչքան ժամանակները մեզ մոտիկ են, այնքան ավելի շատ այն փորձը, երբ որ քաղաքականությունն է ազդում մշակույթի վրա, բայց ասենք հին Հունաստանում չեմ կարող ասել կոնկրետ որ պահից սկսած, այսինքն ենթադրում եմ սկզբից քաղաքականությունն է ազդել, բայց ինչ որ պահ կար, երբ որ մշակույթը տոն էր տալիս այնքան շատ, որ վատ դաստիարակության, այսպես ասած, եւ վատ քաղաքականության նշան էր դառնում քաղաքական գործչի կողմից, այդ մշակույթի մեջ չտեղավորվելը, չհետևելը, նույնիսկ եթե դու նեյրոնն էիր, ու մեծ հաշվով քեզ ոչ մի բան չէր կարող անել, դու մեկա տեղավորվում էիր, փորձում էիր քեզ դնել այդ մշակութային շրջանհայքի մեջ, որովհետև այդ կարգի ինքը, չասեմ սակրալիզացված, բայց ինչ-որ արվեստի դիկտատ կար ինչ-որ պահի։ Բայց չկա այդ բարոյական դիկտատը արվեստի։ Արվեստի դիկտատը չէ, հիմա չէ, որտեվ ուրիշ բաներ են առաջ եկել մեկ
ու էսթետիկայի բանը շատ հետագնաց է։ Իսկ թվում է այդ տիպի ուժեղ դիկտատ ոչ շոշափել, այսպես ասած, ոչ մի բանով չզինված բանի ուժեղ դիկտատ, որ ես կարող եմ հիշեմ իմ սպայի պատմության մեջ եղել է Վիկտորիա Թագուհու օրոք այդ էտիկետի դիկտատը։ Շատ է որ անհասկանալի է դա ինչա, անհասկանալի է դա որտեղ է, ինքը ոչ մի բանով զինված չի, բայց դու ով ուզում ես եղի, ինչ կարգի բարձրաստիճան մեկ ուզում ես եղի, դու ինքը քեզ սահմանում է, օհա։ Բայց պատմության մեծ մասում հակառակն է տեղի ունենում։ Միշտ քաղաքականությունը գալիս է, փորձում է սահմանել մշակույթը։ Ամենայլի մեզ մոտիկ ժամանակներում ու մեր քաղաքակրթությանը մոտիկ հասարակարգերում դե առաջինի եկեղեցու դիկտատն է եղել, այսպես ասած, դիկտատը կամ փորձը, հա, մշակույթի նկատմամբ, որ ամեն ինչ պետք է տեղավորվի քրիստոնեական արվեստի մեջ, այս կամ այն չափով կախված այդ պահի Հռոմի պապի ճաշակից օրինակ, եւ ինչ որ այլ գործոններից թագավորների ազդեցությունը մշակույթի նկատմամբ այդքան ուժեղ չէր։ Թագավորները մեծ ազդեցություն էին ունենում օրինակ նորաձևության վրա, ինչ որ էտիկետի վրա, եթե համարենք դա ընդհանուր մշակույթի, նորաձևությունը կարանք համարել։ Հա, բայց այսպես ասած մեծ բարձր մշակույթը չէ, հիմնականում իրանք այսպես ասած պրոդյուսերների դերն էին խաղում, ֆինանսավորում էին, ինչ որ ուղղություն էին տալիս, հա, բայց ինչ որ էլի կախված էր իհարկե գործ տարբեր ղեկավարներից, տարբեր գործիչներից, իրենց հարաբերություններից, իրենց լկտիվության աստիճանից, օրինակ Լեոնարդո դա Վինչին տենց ուներ կարում էր դներ իրանը։ Հետո օրինակ ցարական Ռուսաստանում ահագին լուրջ ցենզուրա կար։ Բայց այդ հարցը Ռուսաստանում շատ հեշտ է լուծվում, որովհետև ուղղակի արտագաղթում էին ինչ-որ միտեղից։ Լավ, գրեթե ոչինչ չի փոխվել։ Հա, այսինքն միգրացիայի բանով էլի։ Ուղղակի պետք է հաշվի առնել, այս շատ կարևոր է, որովհետև շատ են խառնում մարդիկ։ Լավ մշակույթ, լավ արվեստ, լավ արվեստի գործ հնարավոր է ստեղծել ցանկացած հասարակարգի օրոք, ցանկացած դիկտատի տակ։ Ինչքան ուզում է ահավոր լինի։ Եթե ինչ-որ X ժամանակում X վայրում լավ արվեստի գործ չի ստեղծվում, դա ինչ-որ ուրիշ բանից է, դա հասարակարգից չի։ Դա կա լինի ընդհանուր ապաթիայից, դա կա լինի ուրիշ բանից, բայց այմին Հիտլերը ուներ Լենի Ռիֆենշտայնին։ Սովետում էլ բագինյա, հա, խորթային ռեժիսորները, կինոն, ու շատ հաճախ էլի մեծ մոլորություն կա, որ օրինակ սովետական լավ կինո ստեղծվում էր խորթային հասարակարգի շնորհիվ, ինքը չէր ստեղծվում շնորհիվ, ինքը ստեղծվում էր իհեճուկս, ինադու, ասենց ինչ-որ թակից պլստալով, դուրս գալով և այլն, չգիտեմ, ցենզորներին խաբելով, կաշառելով այն բոլոր մեթոդները, որ օգտագործվում էր, մնացած ամեն ինչի համար, նույն մեթոդները օգտագործվում են ցենզորների, որտեղ ցենզորներն էլ են մարդիկ։ Ու շատ հաճախ դա տեղի էր ունենում ոնց որ իհեճուկս, բայց տեղի էր ունենում։ Ֆրանկոյի Իսպանիան ունեցել նորմալ արվեստ, ինչքան ուժեղ դիկտատուրա ուզում է լինի, արվեստը իր տեղը գտնելու է։ Թե ինչ է լինում, որ չի լինում, ինչ որ X ժամանակաշրջան կրիզիս է լինում, այդ երևի սոցիոլոգների, հոգեբանների, արվեստաբանների ուսումնասիրելուն է։ Սոցռեալիզմը։ Լավ, մի հատ հասկանանք սոցռեալիզմը ինչ է, հետո հասկանանք ինչքանով է մեր գառների հետ համադրելի, հա։ Ուրեմն սոցռեալիզմից առաջ կար ավանգարդը, որը եկավ 17 թվին, այսինքն հեղափոխության հետ միասին, ու փաստացի 1917, հա, 2018-ի հեղափոխության մասին չմտածել։ Եկավ բոլշևիկների հետ միասին, այսպես ասենք։ Ու այն արվեստի գործիչները, որոնք ավանգարդի աստղերն էին, նույն մարդիկ, իրենցից շատերը հետագայում դառան սոցռեալիզմի աստղերը, ասենք Էյզենշտին, որը նаше всё։ Ավանգարդը շատ աբստրակտ էր, ռուսական ավանգարդը։ Այդ ազատությունը հանկարծակի եկել է, ոչ մի բան արգելված չի, եւ ոչ մի բան թույլատրված չի, եւ ոչ մի կանոն չկա, եւ ոչ մի համակարգ չկա, եւ
ինքը շատ ուժեղ էր ու մինչև հիմա ամբողջ աշխարհում ուսումնասիրվում է ռուսական ավանգարդը ու մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ իրեն էգզիստենցիալ գրականության վրա ամբողջ հա բայց դա տևեց շատ քիչ ու այդ շրջանում այդ շատ փոքր շրջանում մենակ մշակույթի ոլորտում չէր այդ ավանգարդ վիճակը ամեն տեղ էր այսինքն ինչ որ պահ կար նույնիսկ որ խոսում էին չէ որ կանայք բոլոր կանայք պատկանում են բոլորին որովհետև եթե չկա մասնավոր սեփականություն, իսկ մինչև այդ կինը ոնց որ ամուսնու անձնագրում էր գրվում ու համարվում էր ամուսնու սեփականություն, չկա սեփականություն, ուրեմն կինը բոլորին ընդհանուր օգտագործման է։ Այսինքն ինչ որ այդ վիճակը տատիկս պատմում էր, որ իր տատիկը այդ հեղափոխության բանին ասում էր, հա սովետը եկավ, հեսա բոլորդ մի թախտին եք քնել։ Այդ ավանգարդ վիճակը կար, ինքը տևեց շատ կարճ, որովհետև երբ որ ինչ-որ մի խումբ նպաստացի այդ ժամանակ, դա ասես միգրանտ քաղաքական գործիչների խումբ էր, որը եկավ իշխանության, մինչև իրեն հավաքեց մի քիչ թափտվեց, հասկացա, որ կարգու կանոն է պետք, ուրեմն պետք է ինչ-որ շրջանակներ դնել։ Հիմա քանի որ ավանգարդը շատ կարճ էր տևել, ու փաստացի այդ ավանգարդի գործիչները իրանց ընկերներն էին, այսինքն քաղաքական գործիչների, այդ կարգուկանոնը չէր կարող հակասեր ավանգարդին, այսինքն ինքը պետքա չէր կարող լիներ չավանգարդ, ինքը պետք է լիներ ինչ-որ ուրիշ բան։ Ինչ-որ ուրիշ բանը ցարական շրջանի գրականությունն էր, 19-րդ դարի գրականություն, հիմա 19-րդ դարի գրականությունը ինչն է, առաջի կեսում ռոմանտիզմը, այն որ բոլորը սիրում ենք, Դյումա Հյուգո եւ այլն։ Սիրածս դարաշրջանն Երկրորդ կեսը գնում է ավելի դեպի ռեալիզմ եւ ավելի դեպի այն գրականությունը, որը հետո կդառնա մոդեռն գրականություն, իսկ Ֆլոբերից սկսած, հա, օրինակ։ Բայց դա էլի 19-րդ դարի գրականություն էր, որը խոսում էր 19-րդ դարի թեմաներից։ Արիստոկրատիայից, ինչ-որ սիրո տառապանքներից, չէ, ինչ-որ Պուչինի բեսներ, սոցռեալիզմ պետք է լիներ այդ ամեն Դոստոևսկի, Տոլստոյ, օրինակ։ Ու եկավ այսինքն եթե Տոլստոյը պատմում էր բոլոր արիստոկրատներից, ուրեմն սոցռեալիզմը պետք է պատմի ումից բանվորներից, կթվորուհիներից եւ այլն եւ այլն։ Ու շատ քիչ Դոստոևսկին ոնց է տեղավորվել մշակույթի մեջ ուղղակի անձնական հարց է հետաքրքիր, այսինքն ոնց կարելի է մերժել Դոստոևսկին ահագին միջև Ստալինի մահարկելված էր։ Միջև Ստալինի մահը ռուսական դասագրքերում Դոստոևսկի չկա ռուս գրականության դասագրքերում դպրոցի միջև 50 քանի թիվը։ Դա Դոստոևսկուն прям չէին սիրում։ Շատ չէին սիրում։ Okay։ Տոլստոյը կարելի է։ Ուրեմն արդյունքում սոցռեալիզմը ինքը այդքան էլ հասկանալի չի։ Ինչ է։ Բայց շատ հասկանալի է թե ինչ չի։ Դերեկանում շատ սկզբունքներ են դրանից ելնում, այսինքն ազգային պետությունների ձևավորումներ չէ դրանից ելնում, մենք ով չենք, ինչ չենք, մենք այս իշխանության անդամ չենք։ Թե ով ենք մենք ընթացքում we will figure it out կգտնենք ու երբ որ ցենզուրային անում նույն օրինակ բուլգակովին այդ չերով էր այդ ցենզուրան գնում ասենք ինչ չկա կոմոդ չկա բանվոր դասակարգի ցավը չկան հալածված աշխատավորները հա ինչ չկա այսինքն չէր նայվում ինչ կա բայց ինքը ցենզուրա էր միևնույն շատ խիստ ցենզուրա ահա որովհետև կենտրոնացված կենտրոնից ուղղորդված ցենզուրա էր այո որովհետև կար հստակ շրջանակ ու կար շրջանակը դնողների այսպես ասած բնավորությունը ինքը պարտադիր չի որ այդ ասենք թե կար սոցռեալիզմի հռչակագիր չգիտեմ ոնց դնենք կանոն ինչ որ այդ կանոնը պարտադիր չի որ դառնար այդպիսի ցենզուրա ինքը կարար չդառնար ինքը կարար դառնալ ուղղորդող բան օրինակ ինչ տիպի նախագծերի փող տալիս պետությունը չէ՞ խորհրդային պետությունը ֆինանսավորում էր շատ մեծ տոկոս էր գնում գրատպությանը շատ մեծ փող գնում կինոարտադրությանը, չգիտեմ երաժշտությանը եւ այլն եւ այլն։
Դա կարող ուղղակի ուղղորդեր, որ մենք ավելի շատ փող տալիս ենք այն պատմություններին, որոնք պատմում են Կտֆորուի Աշխենի մասին, քան որոնք պատմում են Նատաշա Ռոստովայի մասին։ Բայց դա դեռավ, եթե դու գրել ես Նատաշա Ռոստովայի մասին, դու գնում ես Սիբիր։ Այդ թղթից դա չի բխում, այդ հռչակագրից, դա բխում է ոնց որ գործող իշխանության բնավորությունից, ներքևի օղակում նստածների վախից, որովհետև խորհրդային սկզբունքը ոնց էր, ոնց որ չկար սկզբունք, կար վերևը ճիշտ են։ Այո։ Ու այդ շատ հարմար է իրականում վերևների նույն խնդիրը հիմա մեր մոտ է ձևավորվում, որտեղ մենք չունենք ինչ-որ մշակութային, ոչ միայն մշակութային, առհասարակ սկզբունք, որը ու դա էլի շատ հարմար է իշխող ուժի համար, որտեղ եթե դու օրինակ քեզ հռչակում ես, չգիտեմ, քրիստոնյա դեմոկրատ, ու հետո անում ես ինչ-որ բան, որ ոչ քրիստոնյա է, ոչ դեմոկրատ, ինչ-որ մեկը կարա այդ քո հռչակած թուղթը վերցնի, գամոտը տասի ներողություն։ Էս ինչ է, բայց եթե դու քեզ ոչ մի բան չես հռչակում, իզմերին դեմ ես։ Իզմերին դեմ ես։ Ստացվում է, ինչ կուզես կանես, ու կա ոնց որ մենակ խոսքը ու այդ ներքևի օղակի աշխատողները, չինովնիկները, հա, իրանք ոչ մի բան չունեն, որ ելնեն, այսինքն իրանք անդադ անվստահ են իրենց զգում, որովհետև խոսքը այսօր էսա վաղը են պետքա փոխվի, ու դու անդադ պետքա գուշակես այդ ինչա, ու դրա համար դու համենայն դեպս արգելում ես շարից փորձանքից հեռու չինովնիկի մահը հիշում ես, որ փռշտում է։ Այդ նույն պրինցիպն է հոգեբանության մեջ, գիտես, բան երեխաները, որ մեծանում են ոչ կանխատեսելի ծնողի հետ, հետո իրանք շատ էմպաթիկ են լինում ու կարան քո ունքի շարժվից քո ամբողջ բնավորությունը հասկանան, որտեղ իրանք այնքան անդադ վախեցած են եղել, որ սխալ կգուշակեն ու ծեծ կուտեն։ Այդ նույն վիճակն է ստեղծվում ամբողջ պետության մակարդակում։ Հիմա խորհրդային միությունում ուսուր ստացվեց, որ սոցռեալիզմի պրինցիպը գումարած այդ անկախատեսելի բնավորության հետ, որովհետև չես մեն այսօր իշտեր մատրության մեջ Ազարտի Յոսիֆ Վիսարյոնովիչ Ստալինը ստեղծեց այդ իրավիճակը, որ շատ արվեստի գործիչներ, գրողներ եւ այլն ակցորվեցին, գնդակահարվեցին, չարեն սերը չգնեն, չէ՞։ Այդպես, դա սոցռեալիզմը ինքը իրանով տենց ահավոր բան չի, բայց ինքը տևեց ոչ այդքան երկար չէ, ինքը շատ անձի հետ կապված, ոնց դու ես ասում, անձի նույնիսկ բնավորության, նույնիսկ օրվա տրամադրության հետ կապված մի բան էր։ Օֆիշալի ինքը տևել ամբողջ ընթացքում։ Պաշտոնապես, հա, բայց դե Ստալինի մահից հետո բավականին բան է փոխվել, էլի լիքը ոլորտներում, ենթադրում եմ մշակույթի ոլորտում նույնպես։ Դե հայտնվեց ավելի շատ իրոնյան, հալման փուլ, սենց, հա, օտիպել, հա, ավելի իրոնյան, որովհետև կոմեդիայի տակ շատ բան կարելի էր անցկացնել ու հիմա որ նայում ենք խորհրդային կոմեդիաները, նույն Գայդայի Ռիզանովի եւ այլն շատ քրիտիկա կա խորհրդային իշխանության ուղղությամբ հումորի տեսքով։ Բայց էլի սոցռեալիզմի օրինակ կա բանի Չուխրայի, եթե ճիշտ եմ հիշում, 41-ի տեսել ես։ Ֆիլմ, հա, ցենզուրայի բոլոր ռամկաների մեջ տեղավորվող ուղղակի որպես պրոպագանդիստա, երևի այն ժամանակ դիտվել է որպես պրոպագանդիստական ֆիլմ եւ այսինքն ինքը լրիվ բանի մեջ է, ոչ հոյակապ ֆիլմ է ու բոլոր ժամանակների ֆիլմ է, ինքը կաննում մրցանակ է ստացել այն ժամանակ։ Իսկ կաննա, այսինքն Ստալինից կախված չէր, իսկ կար չտար, բայց ինքը այնքան լավ արած է, շատ լավ արած ֆիլմ է, ինչ որ բոլշևիկ աղջկա մասին, որը 40 հոգու է, 40 սպիտակ գվարդիականի արդեն սպանել եւ մեկի հետ ընկնում է կղզի ու սիրահարվում են իրանք բան եւ այլն, բայց վերջում այդ աղջիկը սիրահարված լինելով իր այսպես պարտքը կատարում է, սպանում է ու այդ լիմա իր 41-րդը ու այդ ժամանակվա, այսինքն ինքը դուրս եկել է պատերազմից հետո կարծեմ, 40-ականների վերջ, այդ ժամանակվա համար ինքը այսպես լրիվ գաղափարական բան ֆիլմ է, բայց հիմա որ դու նայում ես, ինքը էլի հանգիստ նայվում է շատ լավ արած, նույնիսկ տեխնիկական առումով հոյակապ է, ու պրոպագանդայից դուրս էլ ինքը անձնական պատմություն, ահա ցանկացած բանի մեջ, իսկ սոցռեալիզմի հետ ինքն իրանով ոչ մի բան վատ չի։ Ինչպես եւ մեր գեղագիտության բանի հետ ինքն իրանով ոչ մի բան վատ չի։
Վատա այն ռիսկերը։ Հա։ Նախ մի հատ արի հասկանանք հիմա Հայաստանում կամ վերջի 30 տարում կարող ենք ինչ որ մոդել գծագրել, ասել այսպիսինն են հարաբերությունները եղել պետության մշակույթի, թե այդտեղ էլ այն սկզբունքը, որ դու ասեցիր, իզմերը մի կողմ դնելով, տենց այնքան առանց ինչ որ կոնկրետ պլանի ենք անում, որ անուն դնել վերջապես սահմանում տալ այդ երևույթներին չի ստացվի։ Իմ խիստ անձնական պատկերացմամբ մշակութային մոդելը, որ մենք ունենք 91 թվականից հետո, շատ նման է լիբերտարիանական տնտեսության մոդելին։ Okay. Այսինքն լիբերտարիանական տնտեսության մոդելը որն է, պետությունը պիտի ապահովի մեր անվտանգությունը ու թողնի մեզ հանգիստ, մնացածը մենք ոնց կարանք տենց կանենք։ Այսինքն ընդհանրապես ոչ մի ցենզուրա, ոչ մի ինչ-որ միջավայր եւ ոչ էլ ֆինանսական մասնակցություն։ Ոչ էլ ֆինանսական։ Except Հայաստանի Հանրապետությունը ունեցել է միշտ ֆինանսական մասնակցություն, օրինակ կինոյի ֆոնդի կողմից, դա տարբեր բաներ կային, տարբեր, այսինքն նկարիչների համար ինչ-որ բաներ կային։ Գրողների համար ավելի ուշ, եթե ճիշտ եմ հիշում, հայտնվեցին գրական, ֆինանսական մրցանակներ, բան եւ այլն։ Բայց կոնկրետ օրինակ ամենաթանկարժեքներից է երևի կինոն, որ ուրեմն շատ փողն է ծախսվում, կինոյի ֆոնդը միշտ եղել է։ Այսինքն բայց փոքր է, ընդհանուր մասայի մեջ դա փոքր է։ Ինքը ընդհանուր կառուցվեց այդ ամերիկյանոց սկզբունքով, որ թողնենք անհատները, պրոդյուսերները որտեղից փող են ճարում, չգիտեմ, գրողը որտեղից տունն է ծախում իր գիրքն է տպում, ինչ ուզում եք արեք։ Ընդհանուր եւ չկար ոչ մի ցենզուրա եւ չկար ոչ մի կանոնակարգում։ Ես հիշում եմ, որ ինչ-որ պահի մենք ուզում էինք շատ կանոնակարգում, այսինքն ինչ-որ լինում է չէ խոսակցություններ ոլորտի մարդկանց հետ, ինչ-որ պահի որ շատ ուժեղացավ այդ ծավալը սերիալների անուններ չտանք։ Մանավանդ Դիանա Գրիգորյանի անունը չտանք։ Չէ, չտանք անունը։ Հա, որոնք վախենալու դարան ինչ-որ պահի, որովհետև կոնկրետ ընտանեկան բռնություն էին ինչ-որ քարոզում, չեմ սիրում այդ քարոզել բառը, որտեղ բանանում, բայց ինչ-որ լավ կողմից ներկայացնում, բայց շատ վախենալու երևույթներ, սկիզբը հավես էր, վերվարացներ, բան ինչ-որ հումորային բաներ, հետո դեռավ ավելի ու ավելի վախենալու, ոսի շմի, որ կանոնակարգում ուզում էինք։ Դե հիմա բերում են կանոնակարգում, ինչումն է խնդիրը։ Դեռ պարզ չի ինչումն է։ Խնդիրը պարզ կլինի մոտակա տարիների ընթացքում, բայց ոնց ես վերաբերում ընդհանուր այդ մտքին, որ գեղագիտական, ես նորից չեմ հիշի այդ անվանում ամբողջությամբ, բայց գաղափարը այն է, որ կարծում եմ, որ պետությունը ինքն է որոշում այդ որ ուղղությամբ պիտի շարժվի մշակույթը, համենայն դեպս ֆինանսավորման հետ կապված, չնայած ասում եմ շատ ցածր է պետական ֆինանսավորումը, բայց օրինակ պետությունը չի ֆինանսավորում մշակութային կոնկրետ արժեքներ, որոնք ինչ որ գաղափարներ պիտի քարոզել բառը չօգտագործեն, բայց գաղափարներ են ներկայացնում, հա, հանդեսատեսին թե ընթերցողին նայած դա ինչ գործ կլինի, պետությունը դրանք մտածված չի ֆինանսավորում, որովհետև դրանք չեն համապատասխանում պետության պատկերացրած մշակութային այդ գեղագիտական կերպարին, որը պիտի կրի Հայաստանը կամ իրական Հայաստանը։ Պետությունը նախ պիտի իմանա ինչի համար է իրան պետք ինչ-որ բան ֆինանսավորել։ Հետո հասկանա, թե ինչն է իրան պետք ֆինանսավորել այդ նպատակի համար։ Այսինքն պետք է լինի ինչ-որ նպատակադրում ու ինչ-որ X նախագծեր ֆինանսավորելով գնանք այդ նպատակին։ Շատ ցանկալի է, որ այդ նպատակը լինի պլյուս-մինուս հայտարարված։ Դե իրական Հայաստանն է նպատակը։ Հա, հիմա իրական Հայաստանն է, ուրախ զվարթ Հայաստանն է նպատակը։ Հա, բայց նաև պիտի ինքը հակադրվի պատմական Հայաստանին։ Այդ արդեն խնդիր, այսինքն ստացվում է ուզում ես ֆինանսավորես ինչ-որ բան, որը չպատմական Հայաստանը։ Այո։ Այդ չերը ինձ մի քիչ վախեցնում են, որովհետև նույն շրջանակն են դնում, նույն վախենալու սահմանափակումը կարան դառնան։ Ու դա կարա հասնի նրան, որ մի օր դե մենք Սիբիր չունենք, բայց իրական Հայաստանը հատկապես չունի։ Այստեղ հարցն է, որ օրինակ
այս բանի շրջանակներում կինոյի ֆոնդը ընդունենք, հիմա կինոյի ֆոնդ ինչ որ դեռ կոչվում, բայց օքեյ։ Փող չի տա ցեղասպանության մասին օրինակ շատ ցայտուն օրինակ, ահա։ Բայց մենք ունենք Սփյուռք, որը ցեղասպանության մասին ֆիլմին փող կտա։ Այսինքն այս ֆիլմը կնկարվի։ Դեռ դա եղնակ։ Իսկ գուցե արգելվի դրսից ֆինանսավորում օրինակ համարվի։ Գաղափարներ մի թույլ։ Դե գիտենք, եթե նպատակ դրվի, որ Հայաստանում պիտի լինի միայն այս մշակույթը, գեղագիտական է համարվում։ Այդ դեպքում մենք ունենք մեր ռուս բարեկամների փորձը կարտագաղթենք դրսից կնկարենք։ Չէ, դա Հայաստանի դեպքում նորից եմ ասում, որտեղ մենք ունենք մեծ քանակի Սփյուռք, այդ մի քիչ ինձ թվում է չաշխատող է։ Այսինքն, եթե դու ուզում ես նկարես, չունեմ Արցախյան, առաջին Արցախյան պատերազմի մասին կամ ուզում ես նկարես ցեղասպանության մասին կամ ինչ-որ այդպիսի բանի մասին, դու հանգիստ կնկարես, կգտնես քեզ ֆինանսավոր։ Ուրիշ բան կարող է քեզ թույլ չտա, օրինակ Հայաստանի տարածքում նկարես։ Բայց ցեղասպանության իրադարձությունները Հայաստանի տարածքում չեն եղել, դες իրեն կնկարես։ Ու դու կտանես ու դա կլինի, այսինքն կներկայացնես, կլինի ցեղասպանության ոչ Հայաստանում արգելվի այդ ֆիլմի ցուցադրությունը, էլի գաղափարն է ինտերնետի դարաշրջանում։ Կարաս։ Ինչի՞ համար։ Կան արգելվի, այսինքն հիմա լիքը տեղեր լիքը բաներ արգելված է, բայց ինտերնետ կա, VPN կա, այսինքն մարդիկ եթե ուզում են ինչ-որ բաներ նայում են։ Ոսոր քան որ ֆիզիկական ներկայությունը հիմա այդքան պարտադիր բան չի, այսինքն Հայաստանի տարածքում Հայաստանի օդում լինելու համար քեզ պարտադիր չի ֆիզիկապես Հայաստանում լինել։ Խորհրդային տարիներին դա աշխատում էր։ Դու չէիր կարող գնալ, ապրեիր Ամերիկայում ու խորհրդային հանրապետության համար ինչ որ բան անեիր։ Դու եթե Ամերիկայում էիր ապրում, դու Նաբոկովի պես գրում էիր անգլերեն։ Հիմա դες չի։ Հիմա ռուսա լեզու, այսպես կոնտենտ ստեղծողները, բոլոր տեսակի կոնտենտի մասին է խոսքը, ապրում են աշխարհի բոլոր ծայրերում օրինակ։ Իրանց սպառողը ապրում է Ռուսաստանում։ Իսկ գուցե դա հենց այն կոմպրոմիսն է, որ մեզ պետք է, որ պետությունը նաև ցուցադրական, հա, դեպի դուրս չֆինանսավորի ինչ որ պատմական, քաղաքական, ոչ իրական են, չիրական հայաստանյան թեմաներ, բայց փոխարենը ոչ մի կերպ չարգելի օրինակ Սփյուռքի ֆինանսավորմամբ կամ այլ մասնավոր ֆինանսավորմամբ ֆիլմերը բալանսավորենք մենք այդպեսով ու չհասնենք այդ սոցռեալիզմին, հիմա ես խոսում եմ ուղղակի ստալինիզմի մասն ավելի, էլի, այդ ցենզուրայի այդ մակարդակին, թե ցենզուրան մտցնելուց հետո միշտ կա ռիսկը, որ անընդհատ այդ շրջանակը կնեղանա, անընդհատ վախերն էլ կաճեն։ Ցենզուրան մտցնելուց հետո միշտ կա այդ ռիսկը, որ շրջանակը կնեղանա։ Չի լինում տենց, որ ցենզուրայի շրջանակը լայնանա։ Ինքը միշտ նեղանում է, հետո պայթում է, նույնիսկ այդ խորհրդային հալոցքի շրջանը եւ այլն, ինքը էլի լիքը ֆիլմեր մնացել են դարակներում։ Կարող է ինչ որ մարդկանց համար էր հալոցք կոնկրետ, շատ բանալի մնացել է այնտեղ, ինչեւ հիմա դրած։ Դեսպես չի լինում, ինքը կամ կտրվում է, ոնց որ 90-ականներին կտրվեց ամբողջ ցենզուրան։ Չի լինում տենց որ ինքը լայնանա։ Ինքը միշտ մենակ նեղանում է, որովհետեւ մանավանդ երբ որ խոսում ենք այդ տիպի իշխանության մասին, որը երկար չփոխվող իշխանություն է, որտեղ քեզ թաղում են փաստացի։ Դա խորհրդային մոդելը, գլխավոր իշխանություն, չծերանում էին այնտեղ այդ պոստի վրա մեռնում էին։ Այդպիսի մոդելի դեպքում չկա երկար ես դու այնտեղ այնքան շատ բանից ես սկսում վախենալ, այնքան քիչ մարդու ես սկսում վստահել, դու սկսում ես ցենզուրա անել քո ցենզորներին եւ այլն եւ այլն։ Ինքը նեղանում է, եթե հիմա մենք վերցնում ենք այդ մոդելը, ինքը իր հետ բերում է նույն ռիսկերը, որովհետեւ մարդիկ որոշ ժամանակներում պլյուս մինուս նույնն են ու խորհրդային միությունը այդքան վաղուց չէր, որ ասենք, վայ այնքան շատ եք փոխվել, հա, մեզ շատերը ծնվել են այդ շրջանում, որ չենք փոխվել այդքան, պես հասարակություն։ Ավելին մեզնից շատերը դպրոց են գնացել խորհրդային շրջանում, իսկ այդ դպրոցը կրթում էր այդ տիպաժի մարդկանց։ Սա այդ ռիսկը կա, բայց մյուս կողմից մեր պետությունը չի կարողանա Սփյուռքին ինչ-որ բան արգելի, ուղղակի որտեվ լծակ չունի։ Ոչ իրավական, ոչ բարոյական, այսպես ասած, հա, ոչ էսթետիկ, ինչ որ լծակներ որ կար առաջ, հիմա մենք տենց, այսինքն 2020-ից հետո այդ բաները շատ արագ կտրվեցին, հիմա ինչ կա անցնելու Սփյուռքի վրա։ Այսինքն դու նույնիսկ եթե ոչ թե պահանջես, այլ գնաս խնդրես, ասես, ես ինչ բան եմ ֆինանսավորեք, ինչի հիմա վրա ես խնդրելու։ Իսկ գուցե փորձես ուղղակի
թշնամանքը հասցնել են աստիճանի, որ հիմա էլ կան Սփյուռքում մարդիկ, որոնք ասում են, գիտեք ինչ, դե չեմ անի, եթե այտենց անշնորհակալ եք կամ չգիտեմ ինչ որ քթիցս եք բերելու վերջում էս ամեն ինչը, հնարավոր չի հասցնել ուղղակի նրան, որ հետաքրքրությունը կորի Հայաստանի հետ աշխատելու։ Հա, ցավոք դա ոչ խնդրելով է, ոչ համոզելով է, ոչ ստիպելով է, էմոցիա է, էլի, այդ ցավոք not welcome։ Այդ վիճակը կա ու ես շատ եմ զգացել Սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Այդտեղ պետք է մի հատ հասկանալ Սփյուռքը մենք ունենք երկու Սփյուռք փաստացի, հա, այսպես օրիգինալ Սփյուռքը, հա, որը 1915-ին փրկվածների սերունդներն են, որոնք խոսում են արևմտահայերեն կամ մի քիչ հասկանում են արևմտահայերեն, արդեն չեն խոսում, որոնք լսել են իրենց տատիկներին խոսելուց արևմտահայերեն, որոնք Հայաստանի Հանրապետության հետ մեծ հաշվով կապ չունեն։ Հայաստանի Հանրապետությունը իրենց հայրենիքը չի եղել։ Այդ մարդկանց մեր հետ կապում է փաստացի լեզուն մենակ։ Նու կարող է կրոնը եւ եւի պատմական ինչ որ իրադարձություններ, որոնք մենք կիսում ենք իրար հետ։ Դե հա, բայց դա էլ է լեզվի միջոցով եկող բան, հա, չէ՞։ Այսինքն դες կապող բանը հիմնականում հայերենը կարող է լինի առաքելական եկեղեցին, բայց ոչ միշտ իրենց շատերը կաթոլիկ են։ Եվ կա 90-ականների Սփյուռքը, որը հա խորհրդային փլուզումից հետո գնացել է տնտեսական, բայց այդ մարդկանց համար Հայաստանի արևելյան Հայաստան ասածը իրանց հայրենիքն է, բայց ի տարբերություն օրիգինալ Սփյուռքի, այս մարդկանց դու էլ ոչ մի բան չես անի, որովհետև իրանք ոչ մի լավ բան չեն սպասում։ Դու իրենց չես կարող Հայաստանից վատություն անես, որովհետև իրանք գիտեն որ դու վատություն ես անում։ Այդ խումբը խոցելի չի մի կողմից, բայց այդ խումբը նաև ֆինանսավորողը չի հիմնական, այո, այդ խումբը խոցելի չի, այդ խումբը ֆինանսավորողը չի, կան այդ խմբի մեջ որոշ մարդիկ, որոնք պրոդյուսինգի ֆունկցիա են անում, այսինքն փորձում են պրոմոտ անեն եւ այլն, այն բանով, որ ինչ-որ երկրներում ունեն ծանոթություններ կամ կարողացել են ավելի շատ փող աշխատեն, ու փորձում են ինչ-որ ծրագրեր անեն եւ այլն, բայց դա հիմնականում բիզնեսի մաս է կազմում, ոչ թե բարեգործության կամ հայկականության կամ բան, ուղղակի բիզնեսի։ Օրիգինալ Սփյուռքը, նախ օրիգինալ Սփյուռքի մոտ այսպես ասած հին փողերը, old money ասած, այսինքն տարիների ընթացքում հիմնադրամներում հավաքված փողերը, որոնք ուղղակի իրավաբանորեն ու այդ ժառանգականության ակտերով այնպես են ձևակերպված, որ իրանք պետք է գնան հայկական ինչ-որ բանի, հա, ու իրանք գնում են։ Այդ մարդկանց հետ ենք մենք հիմա փչացրել ցավոք հարաբերությունները այդ թվում մշակութային, բայց ես չեմ կարողանա հիմա ասել, եթե պետքա հենց Սփյուռքի ներկայացուցիչ լինի, որ ասի իմ պատկերացմամբ ինչ որ բայի հակազդեցություն է գնալու, որովհետև հիմա իրանք ուղակի վիրավորված են, Արցախից հետո իրանք շատ վիրավորված են Հայաստանից, որովհետև իրանք այդ շատերը նախ շատ փող էին ուղարկի Արցախ, հետո շատ նվիրվածություն ունեն, հետո դա իրենց համար այդ պատմական տրավմայից դուրս գալու բաններ, իրենց revenge-ներ ու այդ թվում ասենք Արցախի մասին կինոյին փող տալը, չգիտեմ, Արցախի բարբարով գրող բանաստեղծներին փող տալը եւ այլն, այդ իրենց այդ տրավման հաղթահարելու ձև էր, որովհետեւ այդ առաջի հաղթանակներ այդ ամեն ինչից հետո ու հիմա իրանց համար շատ ես գիտեմ մարդկանց, որոնք իրոք շատ ցավոտ են տալի, դեպրեսիաներ են ունեցել, դեղեր են խմել։ Հա, ես էլ գիտեմ, այդ օրիգինալ քո ասած Սփյուռքա էր, որոնց համար դա ինչ որ բան չի, էլի, մեր կարգին հաղորդումը, որը ես շատ եմ սիրում, բայց իրանք մեզ այդ Սփյուռքահայ քծի բարեկամի ինչ որ կերպար են տվել, որը մեզ շատերիս գլխում նստած է, ու նստած է լինում այնքան ժամանակ, մինչև մենք չենք շփվում իր իսկական այդ Սփյուռքի հետ, ու իստեն շփվելու առիթ քիչ է լինում։ Դե հա, ցավոք սրտի, այսինքն այդ գրոտեսկային մարդիկ չեն, դրանք մարդիկ են, որոնք ունեն Հայաստանի հետ կապված իսկական էմոցիաներ, ու հիմա իրանք ունեն իսկական վիրավորվածություն, ու այդ վիրավորվածություն հիմա իրենց ոնց որ նեղացել են, քաշվել են մի կողմ։ Իմ պատկերացմամբ ինչ որ պահի լինելու է հակազդեցություն, որովհետև ինչքան կարաս նեղանաս, ինչ որ պահի պիտի դուրս գաս։ Գուցե լքես համակարգը ուղղակի։ Դե հենց դա, ես չգիտեմ ոնց կլինի։ Կարող է որ մարդիկ ուղղակի աչքները քաշեն, ասեն վերջեսի մեր երեխեքին հայերեն չեմ սովորացնում։ Այսինքն այդ մարդկանց Հայաստանը մեծ հաշվով պետք չի, դա ինչ որ բարոյական բան է։ Իհարկե, արժեքային, հա, իրանք ոչ մի պրակտիկ
օգուտ չունեն հայկական կինո ֆինանսավորելուց։ Բացի այսինքն քոնուն այնտեղ գրված է դու քեզ լավ ես զգում, օքեյ, բայց պրակտիկ օգուտ չկա։ Ու այդ մարդիկ, որ ամեն առավոտ վեր են կենում ու պետքա օրինակ հայերեն խոսան, իրանց դա պետք չի։ Դա աշխատանք է լրացուցիչ, որ իրանք անում են։ Իսկ այդ մարդիկ ունեն իրենց ամբողջ կյանքը, հա, full time գործը, ընտանիքը, SNN-ն են, ու դրան պլյուս իրանք ունեն մի հատ էլ կյանք, որ փորձում են հայերեն խոսան օրինակ։ Որը մեզ պետք է գնահատել, որովհետև մենք այդ խնդիրը չունենք։ Հա, մենք չենք էլ զգում, որ իրանք դա իրոք որպես այնց լրացուցիչ նվիրվածություն են անում։ Սփյուռքին հետ կգանք, շատ դեռ այդ վիրավորանքներին էլ իրար Հայաստանում էլ կա մեծ վիրավորանք, որ անկեղծ լինենք, ու էլի էմոցիաների վրա հիմնված, բայց այդ դու խոսացիր այդ դատարկության մասին, դեպրեսիայի մասին, պատերազմից հետո, հա, Արցախի կորստից հետո, մի հատ ուզում եմ հետ գանք նորից Հայաստան, հետո էլի նայենք այդ Հայաստան-Սփյուռք կոնտեքստում, տես այդ դատարկությունը, դեպրեսիան եւ այլն հայաստանցին էլ է ապրել, չեմ կարող ասեմ նույն չափով, որովհետեւ այստեղ կա առօրյա կյանք, հա, ինքը կապված է Հայաստանի հետ, ինքը հայերեն է, մի քիչ ուրիշ է այդ ամեն ինչ ընկալում, մյուս կողմից ստեղ վտանգն է շատ ավելի մոտ, քան Սփյուռքում, ֆիզիկական վտանգը։ Ու հիմա Հայաստանում քննարկումները տարբեր են, ըստ ոնց տեսնում եմ։ Մի կողմից քննարկվում է արդյոք պարտվել ենք միայն մենք, թե նաև մեր գաղափարախոսությունը, այսինքն այդ դատարկությունը իրոք կա, թե չէ, թե հնարավոր է գաղափարախոսությունը ինչ-որ կերպ բուժել, շտկել ու ինքը նորից կլինի կենսունակ, հա։ Այդ փորձը կախվել անցյալից, մյուս կողմից կա ասենք շատ ռադիկալ, ոչ թե ռադիկալ, այլ հստակ, հա, ընկալումը, որ չէ, մեր գաղափարախոսությունն էլ է պարտված ու մենք կանգնած ենք ինչ-որ դատարկության առաջ։ Դեպրեսիաներ, տեղ եւ այլն չգիտեմ, Հայաստանից չեմ լսել, Սփյուռքից ես էլ եմ շատ լսել պատմություններ, բայց ամենայն դեպս ընկալումը, որ մենք կանգնած ենք ինչ-որ դատարկության առաջ, ու այստեղ քննարկումները արդեն շատ ավելի ցավալի են իհարկե ու շատ ավելի էմոցիոնալ են լինում, բայց իշխանությունը ինքը իր համար սահմանել է, որ մենք դատարկության առաջ ենք կանգնած, կարծում եմ, որ գաղափարախոսությունը պարտվել է, ու ինքը հիմա արդեն իսկ լցնում է այդ գաղափարախոսությունը։ Հիմա դա տենց անտեսել ու մենաշնորհ որպես թողնել իշխանությանը այդ դատարկությամբ զբաղվելու, հա, կարծում եմ ճիշտ չի։ Ես կարծում եմ, որ դա մշակույթի գործն է այդ դատարկությունը լցնելը։ Ուղղակի այստեղ որն է ճիշտ, իրոք այդ կոնցեպտուալ փոփոխությունը, այդ մոտեցումը, որ առաջարկում է պետությունը, թե մշակույթը մեկը ազատ թողնել ու ինքը կլցնի դատարկությունը նենց, ոնց այդ պահին ճիշտ կզգա, ճիշտ կհամարի, ժամանակի թելադրանքը կլինի, մարդկանց էմոցիաների թելադրանքը կլինի, այսինքն նախ կա այդ դատարկությունը քեզ թե չէ, երկրորդն էլ պետական մոտեցումը այն է, որ իրան պետքա համակարգված լցնել այդ դատարկությունը ինչ-որ նորով, ու այդ նորի անունը հենց իրական Հայաստանն է, իր գեղագիտությամբ, իր ցենզուրայով, ոնց ես վերաբերվում դու դրան, այդ կոնցեպտուալ փոփոխությանը, պետություն մշակույթ փոխհարաբերությունների մեր երկրում, դատարկությունը, կա դատարկությունը, թե չկա։ Ակնհայտորեն ինչ որ բան փլվել է, ու դա այնքան ամեն մեկիս մոտիկա, որ չի կարելի դա ինչ որ հերքել։ Ինչքան ուզում ես դու թքած ունենալ, մեծած լինես, ինչքան ուզում ես ի սկզբանե մտածած լինես, որ այսպես է պետքա լիներ, ինչպես ծանոթ մեր ծանոթներից ոմանք, կապ չունի, ամբողջ բան փլվել է, բայց ինչքանով է մեր գաղափարախոսությունը համոզած պարտվել, գաղափարախոսություն, ընդհանուր գաղափարախոսությունը պարտվել։ Այ հիմա իրոք ռադիկալ բաներ է ասվում, մեկը որ չէ, ոչ մի բան չի պարտվել ու շարունակենք մնալ ոչ մի թիզական, մյուսը որ
վերջ մեզ էլ ոչ մի բան դատարկա։ Չի մնաց եկեք նստենք ինչ-որ ավերակների վրա ողբան կամ լրիվ նոր բան սարքենք ավերակների, բայց ամեն դեպքում ավերակներ են ինչ-որ արձանագրվում։ Մենք թանուր ռադիկալ ժամանակներում ենք ապրում։ Մենակ Հայաստանում չէ վիճակը, ռադիկալիզացիա ամենտեղ կա։ Մենք այս տարածաշրջանում իդեպ միշտ ենք ռադիկալ եղել։ Նույնիսկ այն ժամանակներում, երբ որ մնացած տեղերը քիչ թե շատ ոսկե միջին էր մնում, մեր մոտ ռադիկալը կար։ Բայց այդ ոսկե միջինը ինքը իզուր չի ոսկե, այնքան էլ միշտ չի գովելի լինել ինչ որ հուսահատության վերին ծայրում կամ ուրախության վերին ծայրում։ Դա դեպի ռոմանտիզմի գրականությունից եկած ինչ որ բան է, որ պետք է ինչ որ հուսահատությունից մեռնել կամ հասնել գերագույն երջանկության, ինչ որ նորմալ կյանք գոյություն չունի։ Դա գրքերում է։ Եթե դուրս են գալիս, միշտ հայտնի բան կա է արևային համակարգության մոդել հին այսպես զարդանախշը, որ հիմա շատ սարքում են ականջողը, ինքը ոնց այնտեղ մեջտեղը երկիրն է, որտեղ ցլի գլխով է, որտեղ են մոլորակները, որ այնտեղ հայտնի են եղել, Մարսը դու արևը։ Հիմա մենք այսօր գիտենք, որ այդ մոդելը այդպիսի տեսք չունի, չէ՞։ Բայց մեծ հաշվով որ շուռ տաս արևը լինի այս ծերը, մոլորակներ ու երկիրը ինքը ճիշտ է, բայց պրինցիպը ճիշտ է, այսինքն ինչ որ շարքով կան արևը, երկիրը, մոլորակները, իրանք պտտվում են, իրանք շարված են նույն բանի մեջ։ Ուղեցրի։ Հա, այսինքն նույնիսկ այդ ժամանակներում ինչ որ սկզբունքը հասկացել է, որովհետև դա նշ ուղղակի նայել են երկնքին, որտեղ երկնքի նայեց, այդ ինչ որ խառը բան չէ, պետքա լիներ։ Բայց դա դա մեջ շրջգծի վրա է ինչ որ ուղեցիր ունի, ինչ որ ուղղություն ունի, հա վեկտոր ունի եւ այլն։ Այսինքն հերթականությունը կարող է սխալ է, բայց պրինցիպը այդ 3000 տարի առաջ եկած ճիշտ է։ Հիմա նույնը մեր գաղափարախոսության հետ է։ Եթե մենք վերցնում ենք իրան իր բոլոր բաղադրիչներով, հա իհարկե ինքը փլվել է։ Եթե դու այդ բոլորը համարես իրարից անանջատելի բաներ։ Այսինքն, եթե դու համարում ես, որ Արցախի հարցը, ցեղասպանությունը, չգիտեմ, հիմնը Չարենցի եսի մանուշ Հայաստանին, Արարատը եւ Արիմ Սոխակը, դրանք բոլորը նույն բանն են, հա, որ փլվեն, բոլորը իրար հետ կփլվեն, բայց իրանք նույն բանը չեն։ Չէ։ Չէ։ Իրանք չէ որ գոյություն ունեն որպես առանձին միավորներ, այսինքն, օքեյ, արմատը ինքը չի փլվել, որովհետեւ արմատը չի փլվում, այնքանով ինչքանով այդ արմատը գիտակցված է ոչ այնքան վաղուց Ինչի մասին ասում են, չէ՞, օրինակ խորհրդային միությունը ձևավորեց մեր սերը, չգիտեմ, Արարատի նկատմամբ ինչ-որ քաղաքական նպատակներ։ Չգիտեմ, այն մեկը 19-րդ դարում ձևավորեց այս իշխանը, ռուսական կայսրությունը իր քաղաքական նպատակներով։ Գնացիկը извиняюсь, բայց բոլոր ազգային պետությունների պետական գաղափարախոսությունը նույն 19-րդ դարում է ձևավորվել։ Մի քիչ ավելի մեծ պետություններին այդ ժամանակ ավելի փոքր պետություններին է, որոնց թվում ենք մենք, 20-րդ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ու լիք ուրիշ պետություններ, որոնց հետ ընդհանրապես ամբողջ չի այսպես նույն ցուցակի մեջ լինել, 20-րդ դարում։ Եղել է խորհրդային միություն, չի եղել խորհրդային միությունը ինքը ինչ-որ վակուումի մեջ գոյություն չուներ, էլի տիեզերքում ինքը նույն երկիր մոլորակի վրա էր, ինքը գնում էր նույն երկիր մոլորակի տենդենսներով։ Այդ բանը, հա, ոնց են ասում, երևակայված հանրություններ, հա, imaginaries, գիտես իրանք երևակայված են ոչ էլ առումով, չէ՞ որ հնարված են։ Իրանք երևակայված են, որովհետև իրանք ձևավոր ինչ որ մարդիկ պայմանավորվել են իրար մեջ, դրա շուրջ, ինչ որ մարդիկ, որոնք իրար չեն տեսնելու, չէ՞ դու չես տեսնելու բոլոր հայաստանցիներին ինչ որ մի օր, բայց դու առանց իրանց անձամբ ճանաչելու, իրանց հետ բան։ Դու կարաս իրենց երևակայես ու պատկերացնես նույն հանրույթի մեջ քեզ իրանց Դա բոլորին է վերաբերվում, դա ինչ-որ նոր բան չի, ու նույն անգլիական միֆոլոգիան ներողություն Թոլքինն է ստեղծել 3-4 օրը պատմական բանով, չէ՞, բայց մենք դա անցալում ենք որպես շատ հին, շատ կոնցեպտուալ ու բացարձակ անխլելի բան, բայց դա այդպես չի։ Հա, ինքը ասում են խանդել է սկանդինավներին իրանց հարուստ անցյալի համար ու մտածել ինչու մենք չունենանք։ Սկանդինավյան միֆոլոգիան միջև հիմա է ձևավորվում։ Ամբողջ Հոլիվուդը սկանդինավյան միֆոլոգիա է ձևավորում։ Հիմա արդեն ես վստահ եմ իրանք էլ եթե կոնկրետ միֆոլոգիայի մասնագետ չի պայմանական նորվեգացին, շատ դժվարությամբ կտարբերի որտեղ է Marvel-ի տորը եւ որտեղ է օրիգինալ տորը։ Միֆոլոգիան դրա համար էլ բան է, որ ինքը ընդհանուր ձևավորվում է, ինքը process է, էլի, ոնց որ քարացած բան չի։
Նույնը մերը։ Այսինքն բաց թողենք մշակույթը ինքը զարգանա, ձևավորի, թե նախ դրամա չանենք։ Ինքը չի մեռել։ Քանի սոցիումը փոփոխվող բան է, չէ՞։ Մշակույթը որպես սոցիումի մաս փոփոխվող բան է։ Ինքը տենց բացարձակ չի մեռնում։ Ասորեստանը 3000 տարի չկա, ասորական մշակույթը չի մեռել, Եգիպտոս, հին Եգիպտոսի մշակույթը չի մեռել։ Իսկ գուցե հենց նպատակն է սպանելը, որ նորը ծնվի։ Էլի ոնց է սպանելու։ Նույն սկզբունքով եթե ասորեստանը 3000 տարի չկա, շրջանակները սահմանելով։ Ժասմին, ինձ շատ հաճելի է լսել քեզ, բայց մեր ժամանակը այսօր ցավոք ավարտվեց։ Դրա հետևանքով մենք ցավոք պիտի ընդհատենք մեր զրույցը ու շարունակենք մյուս շաբաթ, եթե կարելի է, եթե դեմ չես, իսկ ձեզ կխնդրեմ բաժանորդագրվեք, հետևեք մեզ, որպեսզի ոչ մի դեպքում բաց չթողեք մյուս շաբաթվա զրույցը Ժասմինի հետ։ Մենք շարունակելու ենք խոսել մշակութային քաղաքականության մասին ու անդրադառնանք մի քանի հարակից թեմաների, որոնք հատկապես մեզ համար, այսօրվա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր են, բաց չթողնեք։ Շնորհակալություն քեզ, Ժասմին, շնորհակալություն լսելու համար, ցտեսություն։